անկախություն դերակատարից հետո հանրային ճնշումը աշխատում է, հանրային ճնշումը գործում է եւ մենք մեր թիմով անելու ենք ամեն բան, որպեսզի այդ ճնշումը նաեւ այս տեղում աշխատի։ Նախորդ անգամ, երբ դարձյալ կալանավորվել էին Արեգ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, էլի եկել էիք Միացյալ Նահանգների դեսպանության մոտ, այդ ժամանակ ինչ արձագանք է եղել եւ այսօր ինչ եք ակնկալում։ Նախորդ անգամ որևէ արձագանք չենք ստացել։ Ասեմ, որ մենք այսօր այստեղ ենք, որպեսզի քաղաքանդարկյալ Արեգ Սամսոնյանի կնոջ Լուսինե Առաքելյանի ուղերձը հասցնենք ԱՄՆ դեսպանին, որը մի քանի օր առաջ տեսանյութի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ դեսպանին եւ մի քանի օր անց որևէ արձագանք չկա։ Մեր խնդիրն է այսօր, որ այդ ուղերձը արձեռն փոխանցենք ԱՄՆ դեսպանին, որ վաղը մյուսները չկարողանան ասել, որ պարզապես մենք տեղեկացված չենք։ Նաեւ ուղերձի հետ մեկտեղ մենք ներկայացնելու ենք անտիֆեյքի խմբագրության նամակը, որտեղ մանրամասն նկարագրվում է դեպքը, ինչպես է եղել, ինչպես են ներխուժել բնակարաններ եւ խուզարկություններ իրականացրել նաեւ Anti-Fake-ի խմբագրությունում, ինչ են արգրավել, հաստատական տվյալները մենք կփոխանցենք իրենց եւ արդեն իրենց է մնում որոշել արձագանքում են թե չեն արձագանքում։ Ձեր թույլտվությամբ հիմա մենք ակցիան մեկնարկենք եւ հետո կպատասխանենք ԶԼՄ-ների հարցերին։ Շնորհակալություն։